Պողոսյան Հովանես, Պողոսյան համազասպի հայրն եմ, 44-օրյա պատերազմի բախտան հետ կորած, նու ամսի 27-ին այդ անիրավ պատերազմի պատճառով ահագին զոհեր ունեցանք, փառք մեր հիշատակներին, մեր զոհվածտղեկին, ահագին զոհեր ունեցանք, այդ օրը այն օրն էր, որ ճիշտ է, պիտի այցելեինք Եռաբլուր, բայց համարեցինք, որ մենք համերը շաբաթվա շատ օրերը Եռաբլուրում ենք լինում։ Ասեցին գանք այստեղ, որ պահանջենք, որտեղ էս 5 տարիա քաշ քշում են ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ։ Ու եկանք, փակեցինք այս դարպասները, կողմի մուտքը, պահանջում էինք Ասրյանին, գենշտաբի պետին, պահանջում էինք Վարդանյան Կամոյին, պահանջում էինք առաջվա գրուի պետին Մարտիկյանին, մեր տեղեկություններով ստեղ ասեցին, որ ինքը արդեն թոշակի է գնացել։ Նու լիքը հարցեր ունենք այդ մարդկանց, որ պիտի այդ պատասխաններն ստանանք, չնայած 5 տարիա ոչ մի ձևի չի բավարարել իրենց պատասխանները, բայց արդեն բոլա երիքա դանակը ոսկորին են հասցրել, նես չի որ նոր ենք զարթն է։ Պարոն Պողոսյան, այդ օրը ձեզ համար, այսպես ասած, բավարար եղավ պատասխանները, թե ինչու այդ օրը հանդիպում չի կարող կազմակերպել։ Չէ, նայեք, այդ օրը բավարար չեղավ մեզ պատասխանները, բայց համենայն դեպս ընենց էր, որ եթե այդ օրը մենք մնայինք այստեղ էլ, մեկը սրանք այդ գիծն ունեն, որ սրանք չեն գալու էլի այդ գիծը տրորեն։ Մենք սաղս գիտենք, որտեվ սաղ կառույցները համարյա տենց է։ Գնում ենք, ասում են 4 հոգով եկեք, 2 շաբթի օր եկեք, կամ հա, մեկ էլ տրամաբանորեն ընենց էր, որ շաբաթ օր էր, ոչ աշխատանքային օր էր շատը։ Դրանով էր պայմանավորված։ Մեր մոտ դրանով էր պայմանավորված, իրենց մոտ դե չընդունելու հարցը սենց է, որ տեխնիկական պատճառներ կար, իրանց ասելով, էլի։ Դե մենք հարցրեցինք պատասխաններ, պաշտոնյաները տեղում չէին իմ կարծիքով ու այդ իմ կարծիքն է սուբյեկտիվ, կարը տենց պատճառ, որ յանի տենց տեխնիկական է պատճառը, պատասխանել չստացանք այդ տեխնիկական պատճառի, ու նենց կսկտուր գործուղման են, եսին որտեղ են, բան։ Հիմա մենք ներկայացրել են ձեր պահանջը բավարարելու են ԿՇՊ-ը։ Հա ուրեմն նայեք, մենք այնտեղ ներկայացրել ենք այդ օրը մեզ խոստացան օրը հստակեցրին, որ այս օրը պետք է հանդիպենք, բայց ժամը չեն հստակեցրել։ Հիմա մենք այդ ժամին ենք սպասում։ Մենք էլ որոշեցինք, որ ժամը 12-ին հավաքվենք այստեղ, երևի շատերը տեստեղ եք եղել։ Ժամը 12-ին հավաքվենք այստեղ, որ այստեղից արդեն հասկանանք ժամը քանիսին են մեզ ընդունում, իրանց ասելով այսօր պիտի ընդունեն։ Հիմա մատակրային կետում Չէ, ժամային առումով հստակեցված չի եղել, օրն ամենակ հստակեցված եղել։ Նու սպասում ենք էլի։ Իսկ եթե արդեն չընդունեն, էդի Արսենը մի անգամ ասել եմ, էլ ես եմ ասում, որ շատ ճանապարհներ կոլապսի է ենթարկվելու, սա քաղաքը։ Այդ արդեն։ Այ մենք սպասում ենք, որ այդ ժամը գան ասեն մեզ։ Հիմա եթե կհստակեցնեն ժամը մեզ կասեն, որ այսին ժամին ընդունելու են, այդին ժամին կընդունեն, ըստ այդմ արդեն իրենց պատասխաններից կհասկանանք ոնց ենք մենք շարժվում։ Պարոն Պողոսյան, նախորդին նշում եք շաբաթ օրը, որ այս ընթացքում հանդիպումներ եղել են, որոնք այսպես դրական արդյունք չեն տվել։ Հիմա այս մոտիվը ո՞րն է հանդիպելու, եթե այս ձեր նշելով հանդիպումները արդյունք չեն տալիս։ Նայեք, նախ եւ առաջ թող իրանք իմանան, որ մենք միշտ կանք, միշտ պայքարելու ենք, մինչև մերեն վերջի շունչը էլի։ Այն երեխեքը մեր համար են գնացել, այն զոհվածները մեր համար են զոհվել, այն վիրավորները մեր համար են վիրավորվել, այսինքն ամեն մեկիս համար, հենց ձեր համար, իմ համար։ Նայեք, ուրեմն ես սենց եմ համարում, նախ եւ առաջ իրանք պիտի իմանան, որ մենք կանք։ Մենք քնած չենք, մենք ամեն օր էլ պրպտում ենք, ամեն օր էլ գնում ենք, գալիս ենք, տարբեր կառույցներ, նես չի որ մենակ էս կառույցն է։ Բայց այս վերջերս սկսել են արդեն կառույցները ծնողներին չհանդիպել։ Այսինքն դա նշանակում է, որ մարդիկ արխային են ընկել, չէ, այն բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասում, արխային մի ընկեք, աղբեր, չկան նման բան։
Տնօրենը Բաքվից վերադառնալիս ձեզ հետ հանդիպել է կամ դուք ցանկություն հայտնել եք։ Մենք ցանկություն հայտնել ենք, մենք դրա մասին հələ կխոսենք, մենք ցանկություն հայտնել ենք, այս հանդիպումից հետո կհասկանանք ոնց է ինչա, լավ, դրա մասին կխոսենք, էլի։ Պողոսյան, բազմաթիվ ակցիաներ եք դուք իրար կանացրել ինչպես Պաշտպանության նախարարության շենքի մոտ, այնպես է կառավարության, ԱԱԾ-ի մոտ, եւ գիտենք նաեւ, որ այս հարցով Անետ Կորածների մասնավորապես զբաղվում էր ԱԱԾ-ն, եւ հիմա հարց է առաջանում, ինչու է ձեր ակցիան եւ ձեր հարցերը ուղղված Պաշտպանության նախարարություն, այլ ոչ թե ազգային անվտանգության ծառայությանը։ Նայեք, ուրեմն ազգային անվտանգության ծառայության գործառույթներում ինչ կա, առաջ սաղ այդ գործառույթների գոնե 60%-ը, 50%-ը արվում էր։ Այսինքն ես ոչ մեկին ոչ գովում եմ, նկատի ունեք Աբազյանի վախտով։ Ես ոչ մեկին ոչ գովում, ոչ Աբազյանի մորոխորդ տղեն է, հենց որ ուղղակի եթե համեմատում ենք, չէ, Աբազյանը հանդիպում էր հետս հետը ծնողների հետ։ Հիմա նայեք, ես օրինակ համարում եմ, որ ոչ մի բան չի բավարարել մեզ։ Այսինքն մենք էլ սենց ուղիղ որ մտածենք, տվել ենք բանային, ախպեր, խեմ գնում ԱԱԾ-ից ուզեմ ես։ Ճիշտ է, նույնը չէ, տարբեր կառույցներ են, տարբեր գործառույթներ ունեն, չէ, բայց իմ երեխուն որ կանչել են, վայնկոմատից են կանչել։ Վայնկոմատը ում է պատկանում, ձեր ցավը տանը, ԱԱԾ-ի։ Բնականաբար չէ, Պաշտպանության նախարարությանը չի։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, հա, Անետ Կորածների եւ գերեվարվածների հանձնաժողովը ԱԱԾ-ն է, բայց ամենայն դեպս ոչ մի ձևի բավարար պատասխան մենք չենք ունեցել մինչև հիմա։ Դրա համար արդեն սաղ կառույցներին է պետք է դիպենք։ Պետք է այդ սաղ կառույցներն էլ չնայած մինչև հիմա էլ դիպել ենք, բայց այդ սաղ կառույցները պետք է հասկանան, որ ախպեր չի կարելի։ Այս մարդիկ երեխային մանգալես մարդիկ եսին տենց մի հատ կառոպկա չեն տվել իրանց հետո հետ ուզում։ Նիկոլ Փաշինյանը 3 մանկում իր ելույթում էլ անդրադարձավ, նեղություն շաբաթ օրը իր ելույթում անդրադարձել էր Անետ Կորածների ճակատագրին, բացահայտման ուղղությամբ աշխատանքներ տանելուն։ Ուրեմն նայեք, Անետ Կորածների ճակատագիրը 5 տարի առաջ, 5 տարի արդեն, այս 5 տարվա մեջ գոնե մի հոգու պետք է մի Անետ Կորածի ճակատագիր գոնե պետք է պարզ լիներ։ Այսինքն դուք չեք ենթադրում, որ դա գործառույթ չկա, չեն արել այս մարդիկ գործ, որ այդ ճակատագիրը գոնե մի հոգու ճակատագիր ախպեր պարզ լիներ, ասեին էս ինչ տեղը էս մի հոգին զովել է, օրինակ աճունը հանել են, չէ, կամ էս մի տեղը էս մարդուն տարել են, գերեվարել են, այսինքն մի հատ պալևոյ գեներալների մոտ մնում է։ Խի չկա տես բան, կա։ Իրանք էլ մեզից լավ կիմանան, որ կա, այսինքն մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց ամենայն դեպս պատերազմ է եղել։ Պատերազմի վախտել ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է եւ մինչեւ հիմա գերեվարվածներ լինեն, որ անունները չկա այն ցանկի մեջ, որը որ պետականորեն այտենց հաստատված են։ Ուզում եմ ասեմ, որ չկա նման բան, թող հավայի այտենց բաներ չխոսան, որ մենք աշխատում ենք։ Դուք որ աշխատեիք, մինչեւ հիմա արդեն ահագին արդյունք կունենայինք։ Մենք ենք աշխատել, ինչ էլ աշխատել ենք։ Այսօր ինչ տվել ենք, սա մենք ենք տվել, ապա իրանց։ Որ կառույցին որ հարցնում ես, ենք ու 20 թվականի ասած է, այսօր քեզ ասում են։ Այսօր մենք այնքան ենք շփվել մեր ծնողներով սենց իրար հետ, այնքան մտերմիկություն կա, այնքան իրար հետ կապած ենք, մեր երեխեքն են կապել, որ այսօր որ մեկի երեխուն մատը դիր, որ մեկի երեխու մասին ինձ զարթնացնես, ասես մի հատ ասես երեխուց, ես կասեմ այդ երեխուց։ Նույնը իմ երեխու մասին իհարկե, էլի իմ ընկերները, մեր բախտակից ընկերները։ Պարոն Պողոսյան, եւ մի հարց է, հիշում ենք, եթե չեմ սխալվում, նախորդ տարի էր, երբ այստեղ հանդիպում եղավ Պաշտպանության նախարարներ ընդունել ծնողներին, ծնողները երբ դուրս եկան, հարցին թե ինչ է քննարկվել, ասացին, որ Սուրեն Պապիկյանը նշել է, որ քիչ-քիչ խմբերի հետ հանդիպելու են ծնողների եւ որ այդ ժամանակ նայեք, ուրեմն մենք հանդիպման Tribune